Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի տարածքների հարցը համեմատել է անշարժ գույքի գործարքի հետ։ Դա մի փոքր բարդ է, քանի որ դուք հողը կիսում եք որոշակի ձևով։ Դա ինչ որ չափով նման է անշարժ գույքի բարդ գործարքի, բայց հազարապատիկ ավելի, ասել է Թրամփը։ Մենք Ռուսաստանի հաջորդ թիրախն ենք, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Շատերին թվում է, թե ժամանակը մեր օգտին է, այդպես չէ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ռուսաստանը պատերազմը վերադարձրել է Եվրոպա, եւ մենք պետք է պատրաստ լինենք այնպիսի մասշտաբային պատերազմի, որի միջով անցել են մեր պապերն ու նախապապերը, հայտարարել է Ռյուտեն։ Նա նշել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին օգնում է Չինաստանը։ Չինաստանը Ռուսաստանի փրկողակն է, ասել է նա։ Գերմանիային դժվար տարիներ են սպասվում, հայտարարել է երկրի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Նրա խոսքով փոփոխություններ են սպասվում անվտանգության եւ պաշտպանության, ինչպես նաեւ տնտեսական քաղաքականության ոլորտներում։ Սա պայմանավորված է նրանով, որ Գերմանիան այժմ ապրում է այլ աշխարհում եւ այլ ժամանակներում։ Միացյալ Նահանգները քննարկում է G7-ին այլընտրանք ստեղծելու գաղափարը, գրում է Պոլիտիկոն։ Հիմնական հնգյակը 5 երկրների դաշինք է լինելու, որը ներառելու է Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Հնդկաստանը եւ Ճապոնիան։ Եվրոպան դաշինքում ներկայացված չի լինելու։ Սիրիան չի զիջի իր տարածքի փոշու մի մասնիկ անգամ, սա մեր երթումն է ժողովրդի առաջ, հայտարարել է Սիրիայի նախագահ Ահմադ Ալ-Շարաան։ Ես չեմ ուզում մի Սիրիա, որտեղ նախագահն է որոշում ամեն բան, եւ չեմ կարծում, որ ժողովուրդը դա կընդունի, ասել է նա։ Ցույցերի ֆոնին Բուլղարիայի կառավարությունը հրաժարական է տվել, այդ մասին հայտարարել է վարչապետ Ռոսեն Ժելյասկովը։ Օրերս Բուլղարիայում ավելի քան 100,000 մարդ դուրս էր եկել վիճահարույց բյուջեի եւ կոռուպցիայի դեմ ցույցերի։ Ցուցարարներն ազգային ժողովի շենքի վրա լազերային ներկով գրել էին հրաժարական եւ մաֆիա դուրս այստեղից։ Հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի արձանը կբացվի Կալկաթայում։ Արձանը կբացի անձամբ ֆուտբոլիստը։ Նշվում է, որ արձանը հավաքել է 45 հոգուց բաղկացած թիմը 27 օրվա ընթացքում։ Այն ունի 21 մետր բարձրություն։ Եվ վերջում աֆրիկացի հանցագործի արկածներն Իտալիայում։ Իտալիայում հանցագործը ոստիկանությունից թաքնվելու համար մոմե արձան է ձևացել, սակայն նրան նկատել է քաղաքապետը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։